փող հավաքելու մասին։ Ամեն մարդ փողը գսինում է։ Տերոջի շնորհքով մեր հայրը մեզի բարեգեցիկ կյանք ապահոված էր։ Մայրս աղջիկ զավակ չուներ։ Դունին աղջիկ ես։ Մորս օգնել։ Եվ մեկը մայրս կսել տղաս ելին տանիքը լվացքը հավաք է, տղաս աստիճանները լվա, հալև աստիճան լվալու սովորություն գա, մի քիչ կսե հադագը սրպե, կսեմ սիրով փող։ Մորս կօգնեի, փողը գարնեի։ Ասի մարդու մեջ փնագան է, դղա կամ աղջիկ, դե հետևի փող թիզը։ Հիսուս բացահայտեց այն կանցերը, որ մարդիկ թիզում են, ենթական են փոխծվելու և կամ ժանքոդել։ Արդյոք աշտես է, մեկը կանց կտիզե և անիգա ժանքոդի, տեսեք սիրեներ, Հիսուսի խոսքերը փոխապերական միտքը և հոգին պիտի չանշնանք, և ոչ թե բարերու վրա պիտի կետրոնանանք։ Երբ մարդ արարածը սկսի կանցեր թիզել, ասենք ձեզ է, բնական է, որ փայտե կանցեր պիտի չի թիզել, շատ բնական է, հապա պիտի թիզեն ոսկի և կամ պատվական քարեր, աթամանտի տեսան։ Ոսկին ինչու արժեքավոր է, չի ժանքոդիր։ 5000 տարի առաջ փարավոնի գերեզմաններու մեջ ոսկիներ տաղված է, գպանաս ոսկին ոսկի է։ Ուրիշ բան իր արժեքը գործընծն է, բայց ոչ ոսկին, կամ աթամանտ կարերը չապագանուս։ Գգարձեմ թե գահամացայնիկ ինձի հետ, եթե մարդ պիտի թիզե ոսկի։ Հալելի մեջ կսեն, անցը գիտեք, 50 կիլոգրամ է։ Էդի 100 գումի, երկու հոգի անուն ուտային, 500 կիլո, կես տոն ոսկի ուներ։ Վերջի լսեցի բարսկահայերը տավելիում։ Մարդիկ կխոսին։ Գանքի փորձառությունը ցույց տվեց թե ունենալով ոսկի Թուն չես կարող ապահովել ապահովագրություն։ Ոսկիով թուն ոչ թե որ ապահովես, այլ ոսկիով թուն մեծ վտանգի ենթակա ես։ Մոտ մեկ ամիս առաջ հալելի մեջ որ ժակորձություն մի եղավ, մեզ բոլորից ցնցեց։ Մի անձնավորություն, եկեղեցու սարգավակ, մայրի շատ լավ հոգևոր մորս ընկերուհիներ են։ Աստուգուն դունը ոճրակորձը մտավ, ծևը կդա օդարալ չեր, և դիկնոչը սա ոսկիները տան, ոսկիները պեր, որովհետև գիտե թե գա։ Ուդան չեն դար գլնաչելա ռոս է Հայաստանն է, մեզի եսին թե թաշունահարեր է 40-ի չապ հարված է, և գինը արյունալվա ահացավ։ Ցնցվան բոլորս, բարեբաշտ ընդանիք, արժանի չէին այսպիսի բանի, բայց որովհետև օրհնված էր, լավ աշխատանք ուներ, մաքուր ընտանիք էր, և այդ ինչ որ գմնդացվեր, որ ադիգա ապակայի ձերության համար իրենց կրնա ապահովությունը լալ երբեք չնավ։ Մենք հարուստությունով առողջություն չեն կրնար ապահովել։ Ուդելիք չեն կրնար ապահովել։ Ես կյանքիս մեջ փորձառությունը ունեցած եմ, չեմ մոռանար։ Փանագային ծառայության կացի, մեզի հոնդեր ջաշ կմատակարարային և այդ ջաշը չեր ուտվեր։ Չեն կրնար ուտել։
Եվ հայրս ինձի փողդված էր, որ կործած է։ Ընտրիկի բահը անցավ, չի կարողացանք ուտել, փող ունենք, պիտի երթան խմորեղեն գարգանտակ վերցնենք, չի գա։ Ես ասպիսի բանի չէի հանդիպած, կրբանը փող, փորը ծոված։ Փող ունիս ուտելիք չի գա։ Չի գա։ Պատերազմին այսպես եւ ասկե շատ ավելի ծանր թեփքեր դերի ունեցած է։ Ուր գսե քողերը կքողնան, ուր գսե ծեծը գուդե, կապական։ Հիմա գսեք, որ գրնալը լագոպային ժամանակ ընգերային կյանքը դարբեր էր, եթե այսօր մենք նյութական փաբարարություն ունենանք եւ մի քիչ ավելի, ինչ կնենք, այդ փողը բանկա գտնենք։ Ամեն սալ գնենք, չէ՞։ Քողը չի հասնի բանկա։ Այդպես է։ Այո, այդպես չէ, ճիշտ ես, քույրս, ճիշտ ես։ Եթե բանկան սնանգանա, այդ փողերը ուր գերտա։ Ուր գերտա։ Վերջերս Ստիպանանի մեջ բանկաները սնանգություն հայտարարեցին։ Մեծ բանկա, մեծ գումարներ, միլիարդներ։ Մինչև սնանգություն հայտարարվելը ոչ ոք չէր գիտեր ով հոն որքան ունի։ Բայց երբ որ բանկան սնանգություն հայտարարեց, սկսանք տեսնել։ Ասինչը $1 միլիոն ունի, հետ ինչը 2 միլիոն ունի։ Մի հավատացյալ եղբայրս ավախս ավես ինչերի։ Սի ինչու սա 3 միլիոն 250 հազար լիպանան բանկան փոխադրածենք եւ հիմա կոպեկ ու ցեր կգանցնի չանցներ։ Ուրեմն սիրելիներ, Հիսուսի խոսքերը որքան ճշմարիտ են։ Որքան։ Մենք ուղես ամիս առաջ Գերմանիայի մեջ բանկամը կողծվեցավ, Գերմանիա ոստիկանությունը շշմած էր։ Աս ինչ սատանայական մտքով աշխատանք տարերեն հայտնի բանկը կողծվավ։ Քեդինը փորերեն, այսերեն, աներեն, գաներ որ կումար արել փախել։ Ֆրանսիայի հայտնի թանկարանի աթամատները կողծվավ, աշխարհը զարմացավ։ Ամիսներ հետախուզեցին եւ Ֆրանսիայի կառավարությունը աշխարհի դեմ ամոթով մնաց։ Դուք կցուցադրեք թանկարաններում չեք կարող հսկել, կկողծվի։ Հիսուսի խոսքերը ճշմարիտ են։ Եվ հիմա երկրորդ կիրառական բաժնին հասնենք սիրելիներ։ Հիսուս սկսեց. «Ձեզի կանցեր դիզեցեք երկինքը»։ Երկնային կանցը այն աշխատանքն է, եւ կամ այն ծառայությունն է, եւ կամ զոհաբերությունը, նվիրումը, որ դու անում ես ճշմարիտ աստվածային սիրով, այդ կգոչվի երկնային կանց։ Հիմա Հիսուս որ ասում է ձեր կանցերը երկինք դիզեցեք, այսինքն մենք կումարը հավաքենք, ոսկի արնենք եւ ասենք Տեր Հիսուս ուղարկում եմ երկինք, բաղ երբ որ երկինք կգա, ինձի կուտաս։ Հիսուս սկսեց հավաքել փողոցներ ոսկի է։ Այդպես գրված հայտնություն Հովհաննեսի մեջ։ Ասի Հիսուսի խոսքերը փոխապերական են։ Որն է երկնային հարստությունը։ Այն կորձերը, զոհաբերությունը, որ դու անում ես աստվածային սիրով, ճշմարիտ հավատքի կորձերով, Սուրբ Հոգիով, Սուրբ Հոգին բուդուղով։ Այս կորձերը ապականության ենթակա չեն։ Այս ճշմարտությունը, երբ որ մենք գնայինք Մատթեոս 25-րդ գլխուն,
5 իմաստուն եւ 5 գույսերու լույսով կտեսնենք թե այս գործերը մեր մահեն ետքը մեզի գապահովեն երկնային վարձատրությունը անաբագանացու է որովհետև այսօր մեր նյութը առնչված է նյութականին հետ ինչպես շահի եւ ինչպես կորզածել ու ինչպես մեր նյութականը փոխանցել երկինք աշխարհից աստվածային բադվերի համացան թող քու աշխատանքի մեջ աստուծո բադվիրանները ներկա կորձե առանց զուլության կորձե առանց մարմինը փճացնելու աշխատի ապրելու համար այսինքն հիշեք ու հանգստության օրը որ դերը քեզի բադվիրած է կորձե հավատարմությամբ նյութականդ կորձած է իմաստությամբ եւ աստուծո բադի տներով ես նոր ապաշխարած էի 17 տարեկան մի եղբայր ունեինք հատուկ աստվածային իմաստություն ուներ գրթություն չուներ բայց իմաստություն ուներ դղաս ասա քեզի բամ ուզեմ ասել ականջի կողը ես այն ժամանակ աշխատող էի աշխատավարձ փոքր բադանի աշխատավարձը ինչ կրնա անցյալները հաշվեցի այդ օրվա բառով այսինքն $12,000 $5,000 մի շաբաթ կաշխատ այսօրվա հաշվարկով տեսես ավտոբաս քեզի բան ասեմ երբ աշխատավարձը կստանաս դասանորդը աստուծո երկրորդ դասանորդը եթե աշխատավարձս 50 դրամ էր, սա 5 դրամը աստուծո երկրորդ 5 դրամը մի կողմ գտնես դրած չես տար հոնգը մնա 40 սա հատ 40-ը կնա կործած սի աստուծոնը դվինք 40-ն ալ կործածեցինք այդ 5-ը ինչ պիտելա սա անհրաժեշտության թե անագնգալների թեպում գործածես դարիներ ետքը համակումարի հրավեր եկավ եղբայրներուն ըսի թուկկաց է ըսին տեր նույնը ֆինանսական ըսի չեմ ուզր ուրիշս ուղարկեց համակումարի կացին եկան ըսի ինչպես էր ըսի 5 ասխանի հյուրանոցի մեջ է տասախոսները պրեֆեսորներ էին ամեն ինչ լավ էր, ըսի ինչ խոսեցի օքեյ, կացի կերա խամեցի շնորհավոր ըսա մեծի ըսին թե դասանորդը աստուծո դարակ մեկ դասանորդն անագնգալ հիվանդություններու ավարյաներու գբայեք հոնգը մնա 80 այդ 80-ին համացային բանկային վարկ կվերցնեք որ կգիտնաս դու պետք է կործածես 60 և 20-ը աբարի կոցես ճիշտ ասում են այդպես բացադրել է սիասի բացադրողները պրոֆեսորներ են սա բանը մեծ աստվածաբան է սի Հովսե Պորչանյանը որ քրել գարտար չէ ինձ նույնն է ես այդպես կանեմ հիմա դուք գիտեք որ դերոջը շնորհքով մենք աստեղ մոտակա տուն ունեցանք անշուշտ արևի պես մեջտեղ է հիմա ազդունը ի վերջո օթեն չեք և գեհետակրկրվին, գահարցնին նույնիսկ չհետակրկրվին մեջտեղն ասում բաղված բանը չի օրը մեկը սա որ եղբայրակը սա բաստունը որքան ժամանակի մեջ սարքեցիր դևողությունը որքան դևեց ըսի կեզի բանը ասեմ տուն շատ լավ կա ասեց ինչպես ըսի այս տունը ես սարքեցի 25 տարվա ընթացքին չակոպ, կատակ ես անում, չես, դու վերջին 2 տարին տեսել, բայց նախորդ 23 տարիներ չես տեսած, սա ինչ ես, սիոն բզդիկ դասանորդներ,
25 տարի ես այս նունը մեջտեղ եկա, ասի պամը հասկաց, սա օքեյ, եղվայրագո, ասի փողդ իմաստության փորձած է, բատվել ունենք, տեսեք սիրելիներ, ամփոփում է, աղոտքով խնդրե, որ Տերը քեզի իմաստություն շնորհե, կյանքդ ղեկավարել, ծախսել հետ, վատնել հետ առաջ մտածել, հավատքով Տերոջը վստահիր ու քո հունակ եղիր։ Եթե քո ես, բավարարված ես, ադիգա մեծակուն հարստություն է։ Ջանցիր Աստուծո խոսքը եւ պատվիրանները։ Հետևիր Աստուծո պատվիրաններուն։ Քու ստեղծիցը դիշե երիտասարդությանը օրերում մեջ։ Գուքան օրերը եւ ժամանակները, որ քու դասանորդները երկնային բանկային մեջ գլեցվին, կրեդիտ կունենաս։ Եվ նեղության օրը դեր ինքը կեզի գահարիտայդ է։ Հավատացեք սիրելիներ։ Դուք Աստուծո դունը շինեցեք, դուք Աստուծո դունը սարքեցեք, Աստված ձեր դունը կշինի։ Մարգարեություն անկյա, երկու գլուխներ են։ Եվ ժողովուրդը սպաղած էր իրենց դուները սարքելով, եւ եկեղեցին տաճարը պլատակ էր, իսե ձեր քրբանները ձագեր, փողը գմտներ գքնարկելին։ Բայց այն օրեն, որ իրենք մարգարեին խոսքը մտի գրին եւ սկսան Աստուծո դունը շինել, իրենք սկսան օրհնվել։ Շատ օրինակներ կան։ Տարիներ առաջ բրիսկային գնանները փորփոքած էր։ Մի ընկեր ունեի Սուրիայի ամենամեծ թերի գործարանի բաժարկի դնորեն, մեր կողմ կար։ Արապախոս մաման հայ էր, դիգին տարկուի էր, տարկուի կույր։ Ասի քիտ կողորդ բիշ գարվի կոնի, սա անտուանին կան, կացնք, սա կորձողջում, բիրահավություն պետք է։ Սա ինչը սա բժիշկը բիրահավություն, սա կումարը 8,000, սա որ կանուն ես 5,000, 3,000 բարգասում է։ Սա կնա եժենս է, ես ինչ հիվանդանոցը օպերացիական է, սա բն է, սա պայմանավորվեց այն, ես վիկին բրիսկենարինք, առաջի տասարան էր, ծաղին գեր, կացինք հիվանդանոց, սա մի անիզի դուրը է, որ օրը է, մտա բիրահատության երավ, վրանգեի ժամանցավ, դակավին բրիսկեն չեր արդնաց, մեն նադեսնեն պուշ կույր մսենյագս եղավ, արապերենով, հոսը սա բարոն հանգով մողով է, սի ես է, սա դնորենը կեզ է գանչում, մենեջերը, կացինք, մեն նադեսնեն, ասեմ գերս ճորջը դնորենի կողքը նստել, հազիվ սենյագեն ներս մտա կարծես թե դնորենը ինքն է, Փարի եկար ինչպես ես նստիր, ինչ կուզես, սուրճ, տեր, պատվիրը, ես ինձ ասում է չգիծա դնորենի մոտ եկեր, դե ճորջին կով եկած է։ Սա դես վարմետագով ես դնորենին հետ խոսեցա, դնորենը ուզում է կեզի օգտակար տարնալ, ասեց քո վիրահատության կումարը 7,900 է, բայց դնորենը կեզի 150 սեղջ կգին է։ 4,000 կանի 100 վիճարեցի, մի կանի 100 ակրբանս դում բերատարցա։ Ասկականներս եկան եղայնն, անցածը լաբելիսկեին կով եկան, պոլորըսին 8,000 էր, չէ։ Կսեմ, չէ, 4,000, չի գտնարավար, եղբայց, չեմ խոսիր։ Ինչպես ես, երավ։ Սիրելիներ ծեր կանցերը երկինքը դիզեցել։ Դերոջը մոտ չի գործ։ Ես հարուստ չեմ եղած։ Փառք Աստուծո, մի օր բարդ չեմ ունեցած։ Մի օր սոված չեմ կնացած։ Դերոջը շեմ։ Դերը մեր դասանորդի թիվին չի նայր,
մեր հավատարմության գնալի։ Գիտեք, մենք Աստուծո մոտ բոլորս երեխա ենք։ Ամենք չոջուխ ենք Աստուծո արկոնցով։ Երբեմն փորձերը թույլ գնալ, իրագի պաշտամունքին, կանցանագի մեջ դասանորդը սպիտնե, կսեի ով դեր, քիչ է, էտա կումար չի տրվիր։ Բայց կսեի ով դեր տուն դվեցիր։ Գավոտ ենք, ասված կորձի հաչողություն դար, էդ իրագի մի քիչ հավարարված կսկայի։ Ես ինչ իմանամ, ինչ որ ցաներ եմ հալեց, հնցեցի Հայաստան։ Ամաչում եմ Տերոջ ներկայության, սիրելիներ, ամաչում եմ։ Այլևս աշխարհ գիտե թե աս եկեղեցին Տերոջի շնորհքով։ Մեկ բան գսեմ, գսեմ այդ շրջանի հավատացյալներու աղոթքը։ Դերը կարող է սիրելիներ։ Առաջ մենք երկնային կանցերը ապահովենք, Հիսուսը սավ, առաջ խնդրեցեք Աստուծո թագավորությունը, ետք այդ բոլոր բաները միտտրվի ձեզ, ձեր երկնավոր հայրը գիտե, թե այդ բոլորը պետք է ձեզ։ Եկեք սիրելիներ, հարստանալու բարեդենչությունը ունենանք, բայց թող այդ հարստությունը լինի հոգևոր, լինի երկնային, ասված երկրավորը արդեն չի մոռանալ։ Եվ արդեն մենք կսկսենք մեր շրջաբալին մեջ օրհնությունը։ Տերը ձեզ օրհնե, Տերը ձեզ երկնային կանցերով հարստացը։ Եղբայրներ,